Վերադարձանք տաղավար, լսեցինք երաժշտություն, հիմա շարունակելու ենք խոսել երաժշտության մասին, բայց ժանրային շատ հստակ փոփոխություններով, որովհետև խոսելու ենք բարոկկո երաժշտության մասին, General Bass մրցույթի մանրամասներն ենք իմանալու, իդեպ նշենք, որ դափնեկիրները այս մրցույթի վերջերս վերադարձել են Վրաստանից, որտեղ մասնակցում էին, որտեղ համերգային շրջագայությամբ էին եւ մասնակցում էին Culture Bridge մշակութային կամուրջ ծրագրի շրջանակներում այդ համերգներին, ամենի մասին մանրամասն հենց հիմա կիմանանք մեր հյուրերից։ Իսկ մեր հյուրերն են Իզաբելլա Պարոնյան, դաշնակահար, General Bass բարոկկո երաժշտական դաշնակահարների միջազգային մրցույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար եւ Դավիթ Դավթյան, մրցույթի համակարգող եւ հիմնադիր։ Ոնց ասում ենք, բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք միանգամից զրուցենք Վրաստանում կայացած այդ մրցույթի մասին։ Փոքր կմանրամասնեք, ինչ մրցույթ էր, ինչ տեղի ունեցավ։ Նախ նշեմ, որ մրցույթը Երևանում էր կայացել եւ միշտ է Երևանում լինելու, որովհետեւ մենք General Bass բարոկկո դարաշրջանի երաժշտության դաշնակահարների մրցույթը անցկացվելու է ամեն տարի հուլիսի 1-ից մինչև 10 Երևանում։ Իսկ Վրաստան մեզ հրավիրել էր մեր ժյուրիի անդամ Վալերիա Շուկաշվիլին, ով հանդիսանում է Վրաստանի արտակադեմիայի ռեկտոր, եւ նա այնքանով էր հիացել մեր երեխաներով, ովքեր մասնակցել էին մրցույթին, եւ հրավիրել էր բոլոր դափնեկիրներին, առաջի, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներին Վրաստան ելույթ ունենալու Վրաստանի տաղանդավոր երեխաների հետ։ Եվ շատ մեծ գեղեցիկ համերգ ունեցան երեխաները Թիֆլիսում եւ Զեստաֆոնի քաղաքում։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ մեր մրցույթը այդ հնարավորությունը շարունակելու է տալ մեր դափնեկիրներին մրցույթի, որպես իրենք ունենան հնարավորություն նաև այլ երկրների բեմերում ելույթ ունենալ եւ ցույց տալ իրենց արվեստը։ Իրականում եւ ոչ միայն այս հնարավորությունն են ձեռնում դափնեկիրներին, բայց ինչ կպատմենք արդեն մրցանակների, մրցանակային ֆոնդի ուսուցիչների նկատմամբ վերաբերմունքի մասին, մինչ այդ խոսենք ինչպես եղավ գաղափարը ստեղծել այսպիսի մրցույթ, փառատոն, որին կկարողանան մասնակցել ոչ միայն Երևանաբնակ, տեղաբնակ, Հայաստանաբնակ մեր պատանիները, երիտասարդները, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս կգա այս մրցույթի իր տեսակով, նաև ժյուրիի անդամների մասին։ Այո։ General Bass մրցույթը գաղափարը մրցույթի ծնվեց, երբ որ մենք ես ինչպես նշեցիք ուսուցիչ եմ եւ ունեմ բավականին լավ աշակերտներ, ում հետ շրջագայել ենք եւ տարբեր մրցույթներին ենք մասնակցել արտասահմանում։ Եվ այդ մրցույթները դե տարբեր, գիտեք, մակարդակի են լինում եւ թե դու ուզում ես որպեսի երեխայի կարիերան շատ ավելի լավ լինի, պետք է մրցույթի մակարդակներն էլ բարձր լինեն, որպեսի այդ սերտիֆիկատները, որ իրենք ստանում են, հետագայում իրենց պորտֆոլիոյում ինչ-որ նշանակություն ունենան։ Եվ այդ կարգի մրցույթներին մենք մասնակցելիս ես հասկացա, որ Հայաստանում մենք չունենք նման կարգի մրցույթ եւ շատ ափսոսում էինք, որ չկա։ Եվ եկանք մեր թիմի հետ գաղափարով կիսվեցինք եւ որոշեցինք այստեղ ստեղծել նմանատիպ մրցույթ եւ անպայման լինի նաեւ ուղղվածությունը բարոկկո դարաշրջանի, քանի որ բոլոր երաժիշտներն են հասկանում, որ բարոկկո դարաշրջանը դա հիմք է հանդիսանում այդ դարաշրջանի երաժշտություն ուսումնասիրելը եւ սովորելը երեխաների համար, դա ապագայում կարևոր հիմք է հանդիսանում ճիշտ երաժիշտ, պրոֆեսիոնալ երաժիշտ կայանալու հարցում։ Եվ այդ գաղափարը իհարկե մեր մրցույթի ժյուրիի անդամների հետ ես արտասահմանում եմ ծանոթացել, իրենք մեծ սիրով համաձայնեցին գալ, քանի որ այդ գաղափարը բոլոր երաժիշտները հասկանում են, որ շատ կարևոր է բարոկկո դարաշրջանը, որը հանրահռչակման մեր մրցույթի ժյուրիի անդամները աշխարհահռչակ դաշնակահարներ են, եթե թույլ տաք իրենց անունները հնչեցնեմ, Ալեկ Պալյանսկին Ուկրաինա եւ Գերմանիան էր ներկայացնում, Վալերիան Շուկաշվիլի Վրաստան, Աննա Սարաջան Հայաստան, Կանադա, Յակով Կացնելսոն Ռուսաստան եւ Անտոնիո Չաչո Իտալիա։ Ժյուրիի անդամների ընտրությունը սկզբունքորեն էր, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը փոքրիկ երկիր է եւ բոլորս սիրում ենք մեր երեխաներին եւ կարող է այդ կանել անաչառ չլինի եւ որոշումները, իսկ բացի այդ ես ուզում եմ, որ այս աշխարհահռչակ դաշնականները, ովքեր նստում են նաեւ
շատ բազմաթիվ այլ մրցույթների եւ շատ հայտնի մարդկանց հետ միգուցե մի օր գնան այնտեղ եւ մեր երեխաներից ինչ որ մեկին տեսնեն այն բեմում, ասեն, ահա գիտեք, ես այս երեխային տեսել եմ Հայաստան, մի խոսքով իրենց կարծիքը եւ իրենց հեղինակությունը շատ կարևոր էր, որ մենք ապահովենք այստեղ։ Ես ուզում եմ նաև մի կարևոր հանգամանք էլ մեր ժյուրի կազմի շնորհիվ մենք ստացանք Ալինք Արգերիխ սերտիֆիկատ, որը միակն է տարածաշրջանում, իսկ այդ սերտիֆիկատը, գիտեք, շատ կարևոր է դաշնակահարների մրցույթների։ Դա ցույց է տալի, անմիջապես բարձրացնում է վարկանիշը մրցույթի եւ իրենք մեզ նամակով, երբ որ պատասխանեցին, շնորհավորեցին եւ նշեցին, որ մենք շատ ուրախ ենք, որ կան ձեր մրցույթի ժյուրի անդամներից այն մարդիկ, որոնց մենք անձամբ ենք ճանաչում եւ ամենակարևորը, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ կային մեկ ժյուրիի կազմում, դա հատուկ նշեցին, մենք շատ ուրախ ենք այդ Բարեթով, հիանալի։ Եկեք մի փոքր խոսենք, ես տեսնում եմ Ֆուջերիա Art, ճիշտ եմ ասում։ Ակադեմիա, այո։ Ինչ համագործակցություն է, ինչ է եղել։ Ուրեմն մրցույթի կարևորագույն մասերից է, որ մենք ոչ միայն սերտիֆիկատներ ենք տալի մեր դափնեկիրներին եւ իհարկե դրամական պարգևներ էլ ունենք եւ ուսուցիչներին եւ դափնեկիրներին, բայց շատ ավելի կարևոր նշանակություն մենք տալիս ենք համագործակցության տարբեր երկրների, ակադեմիաների, արվեստի ակադեմիաների հետ եւ այս տարի, ինչպես նշեցի, արդեն Վրաստանի հետ մենք ունեցանք այդ համագործակցության պայմանագիրը կնքեցինք, որի հիման վրա նաև մեր դափնեկիրները հրավիրված եղան եւ համերգներ ունեցան։ Նմանատիպ մենք Ֆուջերայի արտակադեմիա վերջերս իրենք եկել էին, լսումներ էին կազմակերպել իրենց մրցույթի համար եւ անմիջապես մենք իրենց հետ այդ պայմանագիրը կնքեցինք, որ հետագայում նաև Ֆուջերայում մեր մրցույթի դափնեկիրները եւ տաղանդավոր երեխաները, ոչ միայն դափնեկիրները, պատկերացրեք, որ կային շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր նույնիսկ գիտեք երաժշտությունը այնպես է, որ այսօր առաջի մրցանակ կարող ես վերցնել, վաղը երրորդ կամ ոչ մի մրցանակ, բայց երաժշտությունը նա աճող է, չէ, երեխաներն էլ են աճող, մեկ օր այսպես են նվագում։ Դրա համար այդ համերգներին հավանաբար ոչ միայն դափնեկիրներն, այլ դիպլոմատիրները կմասնակցեն։ Մենք ուզում ենք այդ բեմահարթակները տրամադրենք մեր երեխաներին, որ իրենք ունենան շատ հնարավորություններ ելույթ ունենալու տարբեր երկրներում ու ճանաչված լինելու։ Իսկապես սա հիանալի հնարավորություն է երիտասարդներին, պատանիներին իրենց ուժերը փորձելու եւ նոր հաղթանակներ ունենալու համար, ոչ միայն մեդալների ու սերտիֆիկատների տեսքով։ Դավիթ, հետաքրքիր է դուք որպես նաեւ երիտասարդ, որ այս գործընթացի մեջ եք, կողքից նայելով ինչպիսին է տպավորությունը այն մասնակիցների, որոնք գալիս են, մասնակցում են, իրենց ուժերն են փորձում, ինչ նոր ձեռքբերումներով են հեռանում մրցույթից։ Ես կարծում եմ, որ ինչպես նշեցիք, բացի նրանից, որ ստանում են սերտիֆիկատներ եւ այլն, բացի դրամական պարգևներից, նրանք ստանում են հետաքրքիր փորձ, որը որ շատ հաճախ նույնիսկ եթե արկա մրցույթի մասին է խոսքը գնում, հաճախ նաեւ արտասահմանի երեխաները, երիտասարդները գալիս են, տեսնում են նաեւ Հայաստանը, ինչպիսին մենք կարող ենք լինել, մեր հյուրընկալությունը եւ այլն, ու այդպես ես համարում եմ, որ նույնիսկ ոնց որ այդ հայկական ինչ-որ միջավայրն էլ կարա փոխանցվի արկա մրցույթի դեպքում, օնլայն մրցույթի դեպքում եւս ստանում են փորձ, եւս պորտֆոլիոյի համար բավականին լավ է լինում սերտիֆիկատ ունենալը եւ այլն, որի շնորհիվ հետագայում հնարավոր է աշխատանք գտնել ավելի հեշտ լինի, որևէ ինստիտուտ ընդունվել ավելի հեշտ լինի, ուրիշ մրցույթներին մասնակցել ավելի հեշտ լինի եւ այլն։ Վերջապես հիանալի փորձառություն է։ Իմ տեսած ամենաերիտասարդ համակարգողն եք դուք, Դավիթ։ Դժվար չի համակարգել միջազգային գործընկերների հետ աշխատել։ Երբեմն դժվար է, բայց կարողանում ենք։ Հիանալի է։ Մենք գիտենք, որ այն սահմանափակումները, որը տալիս է մեր քարտեզագրությունը, այսինքն տարածաշրջանների, երկրների տարբերությունը, եղել է նաև հնարավորություն, որպեսզի մրցույթը մեծացնի իր սահմանները, քանի որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից են եղել ցանկացողներ, ինչպիսին է լինելու հաջորդ տարի մրցույթը, ինչ նորություններով կներկայանա։ Ուզում եմ նշեմ, որ այսօր ձեր եթերից մենք կհնչեցնենք նորությունները։ Էքսկլյուզիվ, սիրելի հեռուստադիտողներ։ Հապա պետք է ասենք, որ այսօրվանից մենք թարմացրել ենք մեր կայքը generalbasscompetition.com
Բոլոր մանրամասները հաջորդ տարվա մասին կարող են ծանոթանալ մեր հետաքրքրվող հանդիսատեսը եւ հեռուստատեսը կարող է ծանոթանալ մեր կայքով։ Բայց մի քանի նշումներ կանենք, որ թարմացրել ենք եւ որոշել ենք, որ այս տարի, ինչպես նշեցիք, Ամերիկայից եւ այլ արտասահմանյան երկրներից կային բազմաթիվ երեխաներ, ովքեր նամակով էլ դիմեցին մեզ, որ հնարավորության դեպքում մենք նաեւ անենք on-line առցանց մրցույթ եւ մենք քննարկեցինք ժյուրի անդամների հետ եւ եկանք այն եզրակացությանը, որ եթե on-line ապա նույն ուրեմն ձևաչափով երկփուլանի կլինի պիանո սոլոն, այսինքն դաշնամուր, եւ այս տարի նաեւ ավելացում ենք մեկ անվանակարգ պիանո դուո, այսինքն դաշնամուրային դուետ անվանակարգը։ Իհարկե մենք դիմել ենք պետությանը, որպեսզի մեզ աջակցություն լինի եւ անվանակարգերը մենք կարողանանք ավելացնել, մենք հույսով ենք, որ աջակցությունը կստանանք եւ այդ դեպքում արդեն նորից կթարմացնենք մեր կայքը եւ կավելացնենք այլ անվանակարգեր, բայց այսօրվա դրությամբ մենք այս երկու անվանակարգը եւ երկու ձևաչափով տարբեր մրցույթներ on-line առանձին, որը կանցնի մայիսի 1-ից մինչեւ 10-ը եւ բոլորը մրցանակները ամեն ինչը նույնությամբ մնում են ոնց արկա ձևաչափով եւ հուլիս ամսին արդեն ամսի 1-ից հուլիսի 1-ից 10-ը մենք ունենանք արկա ձևաչափով մրցույթ, որտեղ բացման արարողության ավանդույթի համաձայն մեր ժյուրի անդամները այո, դա նորություն է եւ գիտեք ինչ այս մարդկանց նույնիսկ մենահամերգներին շատ դժվար կարող ես գտնել տոմսեր, որպեսի մասնակցես եւ լսես այն ինչպես է նվագում, իսկ իրենք մեզ պատիվ են տվել եւ բացման արարողությանը նվագել են եւ երեխաները լսել են իրենց նվագը, թե ովքեր են իրենց դատելու։ Նաեւ այս տարի ելույթ կունենան իրենց հետ միասին նախորդ տարվա, այսինքն այս տարվա 25 թվականի Grand Prix ստացած երեխաները։ Դա մեկ երեխա Ռուսաստանից էր, Սաֆիա Ռուկինան, մյուս երեխան Ուզբեկիստանից էր, Արտյոմ Պողոսովը եւ երրորդ երեխան Իրանից էր, դա Լուսիա Մուրադյան։ Այդ երեք երեխաները նաև բացման արարողությանը ելույթ կունենան մեր ժյուրի անդամների հետ միասին եւ բացումը հանդիսավոր բացում կունենան 26 թվականի հուլիսի 1-ին։ Իդեպ ձեզ հրավիրում ենք, ես համոզված եմ մեծ բավականություն։ Շնորհակալություն, իսկապես շնորհակալ ենք եւ Դավիթ, քանի որ գիտենք նույն կայքի ստեղծման հարցերում եք հո միտքը խառը, որովհետեւ դու զբաղված ես նաեւ այդ հարցերով, կնշես ինչպես պետք է դիմել, ինչպես պետք է գրանցվեն մեր հեռուստադիտողները, եթե հենց նոր իմացան այս մրցույթի մասին եւ ուզում են իրենց ուժերը փորձել, կա տարիքային սահմանափակում, որ տարիքային խմբերի մարդիկ կարող են դիմել, մասնագիտական կրթությունն է գուցե պարտադիր արդեն։ Ուրեմն generalbasscompetition.com վեբսայթում բավականին ինտուիտիվ ձևով ամեն ինչը սարքած է, այսինքն apply now-ի կոճակը միանգամից հայտնվում է եւ ընդհանրապես պետք է սխմել այդ կոճակին եւ Google ֆորմայով լրացնել հայտը, որից հետո մենք ձեզ հետ կապ ենք հաստատում։ Կա 5 տարիքային խումբ 6-ից մինչև 26 տարեկան, այսինքն մասնակիցները կարող են լինել, ինչպես նաեւ երեխաներ, պատանիներ, այդպես նաեւ երիտասարդներ մինչև 26 տարեկան կարող են մասնակցել։ Հիանալի, իսկ մասնագիտական Ես եթե կարելի է ավելացնեմ, կայքը անգլերեն լեզվով է, սակայն rules regulations հատվածում կարող են ներբեռնել PDF ֆայլեր հայերեն, ռուսերեն տարբերակներով եւ ունենան նաեւ PDF ֆայլով ամբողջ կանոնակարգը ձեռքի տակ բոլորը կարող են ունենալ։ Լավ է։ Սա բացառիկ հնարավորություն է հեռուստադիտողներին, որոնք ուզում են մասնակցել, իրենց ուժերը փորձել եւ ընդհանրապես ստանալ այս փորձառությունը մրցույթներին մասնակցելու, կոփել իրենց նաեւ որպես այս դեպքում ճակերտավոր մարզիկներ, որպեսզի հետագայում ել ավելի բարդ, գուցե իրենց հայրենիքից դուրս էլ մրցույթներին մասնակցելու համար, խոսքը մեր հայրենակիցների մասին է, կարողանան մասնակցել եւ կա հիանալի հնարավորություն ոչ միայն հայ պատանիներին եւ երիտասարդներին, այլ նաեւ երաժշտությունը ինչպես սահմաններ չունի, այնպես էլ այստեղ ազգությունը չի նշվում կոնկրետ, կարող են մասնակցել յուրաքանչյուր 6-ից 26 տարեկան մարդիկ, եթե ունեն ցանկություն եւ իհարկե նվագելու հմտություններ, որպեսզի կարողանաք ձեր ուժերը փորձել, հետագայում էլ ճանապարհը կհարթվի ինքնուրույն։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։
Սիրով։ Իսկ մենք շարունակենք սիրելի հեռուստադիտողներ առավոտ լուսոն, հիշեցնելով, որ այսօր դեռ ունենալու ենք շատ հետաքրքիր թե զրույցներ մեր հյուրերի հետ, թե զրույց մեր գործընկեր Անուշի հետ խոհանոցային Ես հատվածում։ անհամբեր սպասում եմ։ Բայց իհարկե, ամենակարևորը չենք մոռանում։ Այսքան խոսեցինք երաժշտությունից, շարունակենք եթերը, շարժվենք առաջ, նաև լսելով երաժշտություն։ Գնացինք։